Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանում փողոցային պայքար անպայման լինելու է։ Լրագրողների հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումից հետո հնարավոր է, որ սկսվի փողոցային պայքար, Կարապետյանը պատասխանել է. փողոցային պայքար անպայման լինելու է եւ վերջնական։ Նա չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում այդ պայքարի մեկնարկը, սակայն ընդգծել է, որ այն լինելու է ընդդիմության հետագա գործողությունների մի մասը։ Քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, հիմա դուք կարող եք չկասկածել ձեր մտածած ձևով ամեն ինչ կարելի է անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը։ Դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, կգա օրը մենք բոլորս հիացմունքով ականատես Ազգային ժողովի մանդատները վերցնելը չի նշանակում գործող իշխանության լեգիտիմության ճանաչում, հայտարարել է Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով մանդատներ վերցնելու որոշման վրա ազդել են նաև ընտրողների կարծիքները, սակայն գլխավոր գործոնը եղել է քաղաքական հաշվարկը։ Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել։ Ես արել էի կոնկրետ առաջարկություն։ Գնանք, օգնենք ձեզ, եթե իրոք հաղթել եք կամ հաղթում եք, գնանք ընտրվեք ճիշտ ձևով, օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք։ Իրենք այլ ճանապարհ ընտրեցին։ Անդրադառնալով մանդատները վերցնելու վերաբերյալ հնչող քննադատություններին, Կարապետյանը նշել է, որ դրանք համարում է ուղղորդված եւ հայտարարել, որ իրենք այդ քննադատություններին նշանակություն չեն տալիս։ Ազդակը իհարկե ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորը դա այն հաշվարկներն էր, որը ցույց տվեց ամենակարճ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար։ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ ու չի հայտնել որոշման հրապարակման ժամկետի մասին, նշելով, որ նախապես կտեղեկացնի։ Ըստ փաստաբան Երեմ Սարգսյանի մեղադրող կողմի ներկայացրած հիմքերը որևէ կապ չունեն իրական հանցագործության հետ, եւ խնդիրը զուտ քաղաքացիայի իրավական բնույթի վեճ է, որը Իրանի Իսլամական Հանրապետության դատարանում արդեն իսկ քննվել է եւ այնտեղ որևէ հանցակազմ չի արձանագրվել։ Սարգսյանը վստահ է, իրականացվող գործողությունները շարունակական քաղաքական հետապնդման մաս են կազմում։ Ուղղակի այստեղ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ինչ են ասում են իբրև թե Ծառուկյանը որոշակի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների խարդախությամբ նրանցից հափշտակություն արել եւ փողերի լվացումը կատարել, բայց մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձինք փաստաթղթեր են ստորագրել, որոնց իրենք են Պարկ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձնել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process-ը այնտեղ են նաև սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաև համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականացումը, ըստ էության սուտ են։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի։ Փաստաբանական թիմը շեշտել է, որ գործում ներգրաված են բազմաթիվ ապօրինություններ, սկսած մեղադրանքի ապօրինի ներկայացումից մինչև քննչական գործողությունների կազմակերպման եղանակը, որոնք նպատակաուղղված են բացառապես Ծառուկյանին կալանավորելուն։ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործերը անվանել է դատարկ, մտածածին ու ուռճացված, շեշտելով, որ այն կրում է քաղաքական վրեժխնդրության բնույթ։ Ըստ նրա, գործողությունների հետևանքով ավելի քան 10,000 աշխատակից մատնվել է հարկադիր պարապուրդի, իսկ ընկերությունների գործունեության կապարակնքումը վտանգում է տնտեսությունը եւ առաջացնում անվտանգային լուրջ խնդիրներ, հատկապես արտադրական ձեռնարկություններում։ Անդրադառնալով ապօրինի որսի եւ կենդանիների առգրավմանը, Տոնոյանը նշել է, որ Ծառուկյանը գործել է օրենքի շրջանակներում, ունեցել է անհրաժեշտ բոլոր թույլտվությունները, իսկ կենդանիների պահման պայմանները համապատասխանել են նորմերին։ Ես պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու
այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետեւ տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող։ Ուժեղ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է գործող իշխանությունների կողմից Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական ճնշումները։ Դաշինքի գնահատմամբ սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական դրսևորումն է, որի գլխավոր նպատակը ընդդիմադիր ուժերին լռեցնելն ու քաղաքական դաշտը մաքրելն է։ Ըստ հայտարարության իրավապահ համակարգի օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք ծանր հետևանքներ է ունենում երկրի տնտեսության եւ ներդրումային միջավայրի վրա, խաթարելով կայուն զարգացման հնարավորությունները։ Ուժեղ Հայաստանը արձանագրել է, որ այս գործողությունները չեն վայելում հանրային աջակցություն եւ ընդգծել է, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ են արմատական փոփոխություններ ուղղված իրավունքի գերակայության հաստատմանը, արդարադատության անկախության ապահովմանը եւ հասարակության բարեկեցության բարձրացմանը։ Հայաստան դաշինքը խստորեն դատապարտել է Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, ինչպես նաև նրա ընտանիքին պատկանող ձեռնարկություններում իրականացված գործողությունները, դրանք որակելով որպես բացահայտ քաղաքական հաշվեհարդար։ Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ ուժային կառույցները քաղաքական մահակի վերածելու եւ ընդդիմախոսներին ճնշելու գործող իշխանությունների ворթեգրած գործելավոճը դուրս է իրավական տրամաբանությունից եւ պայմանավորված է վարչախմբի ունեցած վախերով։ Դաշինքն իր աջակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց։ Միաժամանակ Հայաստան դաշինքը միջազգային դերակատարների ուշադրությունն է հրավիրել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կոչ անելով հստակ գնահատականների միջոցով կանխել երկրում ավտորիտար ռեժիմի ամրապնդումը։ Հայաստանի ավագականի ավագ Էդուարդ Սպերցյանը պաշտոնապես համալրել է Սաուդյան Ալ-Ահլիի շարքերը։ Ֆուտբոլիստը Պորտուգալիայում հաջողությամբ ուժզննում է անցել եւ ակումբի հետ կնքել 4+1 ձևաչափով աշխատանքային պայմանագիր։ 26-ամյա խաղացողը ռուսական թիմից հեռանում է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսն ու մրցաշրջանի լավագույն ասիստենտի կոչումը նվաճելուց հետո։ Կրասնոդարի կազմում նա անցկացրել է 185 հանդիպում, դառնալով 58 գոլի եւ 44 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Սպերցյանն իր թիմակիցներին կմիանա Ավստրիայում մեկնարկող մրցաշրջանային հավաքի ժամանակ։ Ըստ Transfer Market-ի 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Событие, которое Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ հետաքրքրությամբ է հետևում Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Նա նշել է, որ արդեն իսկ հնչել են Ռուսաստանի հասցեին ուղղված բազմաթիվ հայտարարություններ, եւ ռուսական կողմը սպասում է տեսնելու, թե ինչպիսի վերջնական փաստաթղթեր կընդունվեն եւ ինչպիսի քննարկումներ կծավալվեն գագաթնաժողովի շրջանակներում։ К нашему сожалению, это были заявления. Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը Պեսկովը վերահաստատել է, որ Ռուսաստանի համար նախընտրելի է խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն շեշտել է, որ Կիևի կողմից նոր տեսակի սպառազինություն ստանալու խնդրանքները չեն կարող խոչընդոտել հատուկ գործողության նպատակների իրագործմանը։ Ըստ նրա, հակամարտությունը կարող է տեղափոխվել խաղաղուն, երբ Կիևը պատրաստակամություն հայտնի ընդունել անհրաժեշտ որոշումներ։ Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան պահպանում է կապերը Վաշինգտոնի հետ եւ հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը կպսակվեն հաջողությամբ։ Դամասկոսում պայթյուն է եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ ժամանել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ալ-Հադադ հեռուստաալիքի տվյալներով միջադեպը տեղի ունեցել Մակրոնի այդ տարածքը լքելուց քիչ անց։ Նախնական տվյալներով գործի է դրվել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարք։ Պայթյունների հետևանքով վիրավորվել է 18 մարդ, այդ թվում 4 ոստիկան, հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը։ Ոստիկանությունը պայթուցիկ սարքերը հայտնաբերել է նախքան պայթելը, սակայն մասնագետները չեն կարողացել վնասազերծել դրանք։ Le Figaro-ի փոխանցմամբ մեկ ռումբը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը հյուրանոցի մոտ գտնվող մեքենայում։ Մակրոնը չի տուժել։ Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարայի հետ այցելել է Դամասկոսի Ումայադ մզկիթ։ Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող Նովայա Պոչտա բեռնատար տերմինալը հրդեհվել է ռուսական ավիահարվածից հետո։ Տեսանյութերը գիշերվանից լայնորեն տարածվում են սոցցանցերում։ Ուկրաինայի զինված ուժերը նման տերմինալներն օգտագործում են որպես լոգիստիկ կենտրոններ։ Օրինակ, անօդաչու թռչող սարքեր են պահվել եւ հավաքվել Սումիում, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։